Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում ահա տեղի ունեցավ այն, ինչից տարիներ շարունակ խուսափել էին բոլորը. Անգելինայի ու Աննայի իրական հանդիպումը, որպես մայր ու դուստր։ Մեկի համար սպասված ճշմարտության փրկիչ պահ, մյուսի համար ցնցող բացահայտման շարունակություն։ Վիկտորիան, որ երբևէ չէր պատկերացնի, որ դա կկատարվի իր աչքի առաջ, հուզված լուր դուրս եկավ հյուրասենյակից ավագի ուղեկցությամբ։ Նրանք մենակ թողեցին Աննային ու Անգելինային, այն մենակությունը, որտեղ չի խանգարում ոչ մի երրորդ կողմ, եւ որտեղ ստիպված ես կանգնել մերկ ճշմարտության դիմաց։ Անգելինան պահանջեց ամբողջ պատմությունը, առանց շրջանցումների, առանց խնայելու իր զգացմունքները։ Աննան դեռ կաշկանդված էր, վախենալով մերժումից, մեղադրանքից, նույնիսկ զզվանքից։ Նա փորձեց արդարանալ, ասելով չի ցանկանում, որ աղջիկը իրեն մեղադրի, բայց գիտեր, անցյալի ճամփան առանց մեղքի չէ։ Սակայն հիմա ամեն ինչ կախված էր Անգելինայից։ Աննան պատմում էր, հոգին մերկացնում, կիսվում սրտի խորքից տարիների թաքցրած պատմությամբ։ Աննան հասկանում էր, որ այլևս ոչինչ չի կարող վերականգնել անցածը, բայց գոնե ներկայում կարող է ճիշտը ապրել։ Այդ ընթացքում Վիկտորիան զսպելով արցունքները փորձում էր հենվել ավագի վրա, բայց հենց ավագն էլ ի վերջո կոտրվեց։ Նա մենակ մնալով ընկավ իր մտքերի ու խղճի գերին, բարձրաձայն լաց եղավ, առաջին անգամ իսկապես թույլ երևալով։ Տարիների լռությունը, տարված բեռը, ճշմարտության բացահայտումը ու հատկապես դստեր մերժման վախը կոտրեցին նրան։ Իսկ Անգելինան, ի տարբերություն բոլորի, այս պահին ձգտում էր լռության։ Նա այլևս չի վերադառնում Հենրիի տուն, նախընտրում է մնալ իր հայրական հարկի տակ, մենակ, շոկի մեջ, բայց հեռու բոլորից, ովքեր խաբել էին իրեն։ Նույն պահին Սոսը դեռ չապաքինված ու հիվանդանոցում եղած չդիմացավ։ Ճշմարտությունն իմանալուց հետո նա այլևս չկարողացավ մնալ պասիվ։ Նա փախավ հիվանդանոցից, նստեց մեքենան ու ուղևորվեց շախունցների տուն։ Նրա ուղեղը լցված էր տարիների կորստի վախով, մեղքի զգացումով, ցասումով ու կարոտով։ Երբ Արամը փորձեց կանգնեցնել նրան, հիշեցնելով, որ առջևում հանդիպում է սպասվում Անգելինայի հետ, Սոսը անսասան էր։ Նա գնում էր պատասխան պահանջելու, ոչ թե քաշվելու։ Նա կանգնեց շախունցների տան դիմաց ու բարձրաձայն կանչեց այդ ազգանունը, բեմադրելով մի տեսարան, որը թերևս երբեք չի մոռացվելու, բայց վերջապես Արամին հաջողվեց նրան նստեցնել մեքենան ու հեռացնել աղմկոտ միջավայրից, հասկանալով, որ դեռ ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այս լարված պահից քիչ անց Հենրին ու Միքայելը վերադառնում են տուն։ Հենրին հոգնած ու հիասթափված, իսկ Միքայելը մեղավորության ծանր քարով սրտում։ Նրանց խոսակցությունը վերջապես բացեց բոլոր փակ դռները։ Հենրին ասաց ամեն ինչ ուղիղ, առանց դիպուկ բառերի։ Միքայելը լռեց, գիտակցելով, որ ամեն սխալ արդեն տեղի է ունեցել ու հիմա այլ ելք չկա։ Իսկ Անգելինան փակվել էր իր սենյակում, սառած հույզերի միջով անցնելով, երբ բացվեց սենյակի դուռը։ Նրա դիմաց կանգնած էր Սոսը։ Նրանց հայացքները մի քանի վայրկյան համընկնում են, ու այդ պահն արժեր բոլոր տարիների բաժանումը։ Սոսը մոտեցավ, գրկեց իր աղջկան, միակ իսկական գրկախառնությունը տարիների մոռացվածության մեջ։ Նա ներողություն խնդրեց։ Արցունքներն ազատ վազեցին Սոսի դեմքով, նույնը Անգելինայի։ Նրանք երկուսն էլ չէին հավատում, որ այդ օրը երբևէ կգա, բայց եկավ։ Եվ ահա, մայրն ու դուստրը արդեն հանդիպել են։ Հայրն ու դուստրը գրկախառնվել։ Իսկ ինչ է սպասվում այսուհետ։ Միայն ժամանակը ցույց կտա։ Արդյոք կարող է ճշմարտությունը բուժել վերքերը, թե միայն խորացնել դրանք։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Անգելինան, արդյոք կընդունի Աննային ու Սոսին որպես իր կենսաբանական ծնողներ։ Գրեք մեկնաբանություն։